Ուրեմն հուշարձանային վարչապետի գործառույթները կատարելիս գնացի դրամար եմ ասում, ասենք թե միայն Գյումրի, Ալեքսանդրապոլ արտիկ այդ մեծագույն համայնքներում չէ մեր հուշարձանային քանձերը։ Մեր հյուսիսային հեռավոր երկու հզորագույն շերտեր ունենք Ամասիայի ենթաշրջան, տարածաշրջան եւ Աշոտսկի։ Աշոտսկը ինձ շատ ավելի հոգի հարազատ է, մեկ ուրիշ առիթով կխոսեմ։ Հիմա պատկերացրեք իմ այցելությունը եղավ հերթական, որ մենք այցելում ենք համայնքի բոլոր շրջանի տարբեր գյուղերի, տարբեր հատվածների համայնքային ուրեմն ենթակայության մեջ այդ պետական ցուցակով հուշարձանների։ Ես որոշեցի իմ հերթական այցելության ժամանակ գնալ Բանդիվան գյուղ։ Բոլորի ծանոթ է, գիտեք, կատ կա, բանիր կա, ոբշեն այդպես է։ Արքեական մի հզորագույն երկիր է, մաքուր իր բնությամբ, ինչպես նաև մարդիկ են այդպիսին, այդ ժառանգությունը, որտեղ աշխատել են, ստեղծել են, կերտել են։ Ուրեմն Բանդիվան գյուղից մի քիչ ներքև այդ մեր այցելությունը այս նոր Բանդիվան փաստորեն գյուղի մասերի համակին, որ արդեն ուրեմն ժամանակակից նամես կյանքի դեպի ուրեմն հարավ ճանապարհը Սարի եւ Կիրճերի միջով դժվարությամբ տանում է դեպի արդեն Ամասիայի կիրճը։ Այդ հատվածում Ամասիան եւ Բանդիվանը Ամասիայի կիրճով բաժանված է երկու հատվածի։ Այս աջ կողմը եւ ցախ կողմը։ Ուրեմն այդտեղ կա երկրորդ, երրորդ հազարամյակի բնակավայր։ Ամասիայից մի փոքր երում, դա հին Բանդիվան է կոչվում, դա ինքը մշակութային հուշարձանային ցուցակով կոչվում է թվագրվում, պատկերացրեք մեր թվարկությունից առաջ երկրորդ, երրորդ հազարամյակի բնակավայր, որտեղ կան եւ խաչքարեր, եւ դոլմեններ, եւ մենհիրներ։ Մեր թվարկությունից առաջ խաչքար։ Այո։ Խաչքար չէ, խաչքարային կոթու, մենհիր է կոչվում։ Դոլմեն է կոչվում, տարբեր տեսակի նկարներով գնայիք տեսնեք։ Ուրեմն այդ նորից նայելու, կարծես թե մեր պատմության այդ էջերով անցնելուց հանկարծ ես նկատեցի, կարող եմ այստեղ արդեն երևի կոմպյուտերի վրա Ձորի բերանին, դա բարձրադիր վայր է, ինչպես ասեցի, երկու բաժանված կիրճի աջ եւ ցախ կողմերի, ինչպես ասում են, Ձորի պռնկին, տեսա այս քարը, հիմա եթե ինչպես դա իշքան կերևա, ես չեմ ասի։ Չէ, ես կտնեմ նկարներով կտնեք, այստեղ քրկից մեջը կարող եմ ցույց տալ, որ նախնական ասա ուրեմն Բանդիվան գյուղի տարբեր այդ բնակավայրի հուշարձաններն են, այդ ես ասած մենհիրը եւ ասենք թե արդենքան ուրեմն այս ցախ կողմի նկարների վրա, որը դուք ընթացքում կտնեք եւ մեր ընկերների համար ով լսում է մեր զրույցը ավելի པարզ կլինի։ Ժայռի բերնին ես տեսա մի այսպիսի մեծ, մենք ասում ենք լիքը քար, բազալտային ծագում ունեցող, համարը կարելի ասել, ես ինձ իրավունքը վերապահեմ, ասեմ այս ուրեմն սեղանի չափ համարյա, 1 մետր բարձրություն, մոտավորապես 1 մետրի չափել լայնությամբ, դա կոչվում է, այսպես ասած, ինքը լիքը քար է կոչվում, բազալտային։ Եվ պատկերացրեք, այդ քարի վրա զարմացա նախ իր դիսլոկացիայի համար, որովհետև մեր նախնիները ժայռերի բերաններին նման քարեր չեն թողել։ Իրանք հատուկ այդ հատվածները մեծ այդ ժայռա բերգորներից մաքրել են, որտեղ անձրևից ցնխալքից հետո հանկարծ այդ քարերը չեն որտեղ ներքևում կար ջրաղաց, եկել է բնակավայրի, ուրեմն արոտավայր եւ այլ։ Ուրեմն այդ ժայռի վրա այս քարի արդեն գոյությունը իմ ուշադրությունը հրավիրեց, որովհետև չպիտի տեխնիկապես 2-3 հազար տարվա արդեն ընթացքում մարդիկ բոլոր այլ բնակավայրերում տեսել են, որ միշտ ողորկերում մաքրազերում, բայց տեսա, որ այս քարը մնացել է, բնական է ամիջապես իմ ուշադրությունը ուրեմն հրավիրեց քարի վրայի մի հատ մեծ հանրական անցք ծակ քար։ Դե հայրս վերջին ժամանակներս քարերի վրա ինչքան որ ծակ են տեսնում, ամիջապես մտածում են, որ քարը աստղադիտական հերատիտակի, այսպես ասած, ֆունկցիա իրենից ունի, ինչպես քարավի ուրիշ բան է կար, ասենք չանգյալը գծել քաշել են էլի յանի այդ ծագից
պես վերսիա եկա կամ թել են մտցել։ Հնարավոր է։ Բայց անմիջապես երբ աչքի տեսողականությամբ ես մոտեցա քարի այս անցքին, որի միջելոց այս կողմից ցակված այն կողմից դուրս է գացել։ Մեկ կողմից նեղ է, մեկ կողմից լեն է, չէ՞ ինքը։ Հա, ամբողջ քարը ծակ է, հենց մեծ այդ քարը 1 մետր լայնությամբ ու բարձրությամբ, բնականից հետաքրքրեց, որ առաջի դիտողական տեսակետից ասի նայեմ, կարող է ես եմ մտածեցի, որ աստղեր տեսնեմ երկինք, բայց ինքը հորիզոնական էր։ Եվ անմիջապես հասկացա, որ սա հերատիտակ, աստղադիտակ չի կարող լինել։ Եկա ուրեմն համարյա ձորի այդ այն մյուս արդեն հատվածին, ասի ականջով լսեմ տեսնեմ ինչ կարող է լինել, տեսա այդտեղ մի փոքր այսպես ասած քամու խշշոց կար։ Զգացի որ իրավ թունցան այդտեղի չէ, բայց երբ հենց վերադարձա ձորի բերանին, այդ մի պահ կարող եմ ցույց տալ հետո դու մեծացնես, այսպես արդեն անցքը ուսանագարով մեծացրած էր, պատկերացրեք այն հագագազային չէ, այսպես ասած կահավորանքի ժամանակ որ հապնում ես, այսպես ասած իրար շուրտերի քթի ես փագեց։ Եվ այդ պահին երբ որ ես բերանը ստերեց այդ քարի այդպես որ փակվեց, բնական է մենակ ինչ դանեի սարի ծորի մեջ, մենք ձայն հանեցի, ասի հեյ, պատկերացրեք, այդ քարից իմ ձենը ես լսեցի հետո արձագանքով գնաց երևի մի 3-4 կիլոմետր այդ ամբողջ ծորով վերև ամասայի ծորի քարայրներով եւ այդ իր արձագանքով հետ եկավ։ Ես հասկացա, որ սա մի հadouk քար է, որը իրենից ուրեմն տեխնիկապես 2-3 տարի առաջ մեր նախնիները մտածել են իրար հետ հաղորդակցության միջոց։ Հիմա շատ ներողություն, դրա մասին ենք խոսենք, հիմա մի 40-50 տարի առաջ բոլորս մեր տուն ինչ ունենք, այն թելով հեռախոս ենք, չէ՞, բայց հիմա արդեն զարգացել ենք, այս հեռախոսատեսակն ունենք, ուրեմն պատկերացրու որ բնական է որ մեր նախնիները նույնպես իրար հետ փնտրել են միշտ կապի միջոց։ Եվ պատկերացրեք մտածել են ինժեներական, տեխնոլոգիական, տեսակետից ինժեներական մի ուրեմն մոդեցում եւ քար օգտագործել են իրար ցայն տալու մեգաֆոնի պես էր երևի, հա, մեգաֆոնի հետ տնես այդ ձենը կա, բայց բնական այն ժամանակ երևի մետաղի տեսակետի ծուլվասն օգտագործել այդքան տարածված չէ, պատկերացրեք օգտագործել են քարը որպես հեռահաղորդակցության միջոց, այսինքն երբ բնական է արոդավայրի ուրեմն գնացած հովիվները կամ ուրեմն դաշտը վարող կամ ծգնոսությամբ զբաղվող դեպքերեք այդտեղ ինչ հարուստ բնական պայմաններ չեղերը բաներ կան որս անելու եւ հանկարծ ասենք թե ահազանգ եղե մարդիկ այդտեղից ցայն են տվել մի 2-3 երևի կիլոմետր հեռու գնալով նոր ես գիտեք ինչ մտածեցի կարող է այն մյուս բանին ծորի մյուս բերանին էլիտպես կարելի դրած կարող այն կողմը չեք եղել չէ հասկանում եք իմ ծառայությունը մեր եղել է հիմնականում այդ բնակավայրների մոտ գտնվող հուշարձանների ուսումնասիրությունը դե Հայաստանը Շիրակ մարզը շատ մեծ է այդպես պատահական դու գնում ես այնտեղ որտեղ արդեն որոշակի ինչ-որ մի հուշարձանային տեղեկություն կա ինֆորմացիա քեզ տալիս է բայց պատկերացրեք այդ եղած հուշարձանային վայրում էր ուսումնասիրությունը ինչպես որ նոր ասեցի անտարբերությամբ կողքի են անցել այս հուշարձանից բնական է իմ կողմից ուսումնասիրվեց փաստագրվեց հետո ես որպես ծառայության պետ ներկայացրեցի մշակույթի նախարարությանը այն գրանցելու համար որովհետև նոր հայտնաբերված հուշարձաններ դիկանացեն եւ ինչերորդ ասեմ այդ քարը չէին գտել մինչեւ ձեր չէ դուք եք գտել առաջինը հենց այդ այն հասեցի 2500 հուշարձան կա Շիրակի մարզում ես ինքս իմ ծառայության պետ 10 տարվա աշխատելու ընթացքում 100-ից ավելի գտել եմ տարբեր հուշարձաններ եւ ամենակարևորը ինձ համար որ ուզում եմ մեր հայրենագիտներին ներկայացնել եւ նաեւ տուրիստական խմբերին, որ ավելի մեծ իրենց հնարավորություն կտա մարդ այցելելու նման հուշարձանը ուրեմն դիտելու եւ այդ ֆունկցիոնալ գործառույթը կատարելու, օրինակ հիմա ես ես հարցամ, էլի ճիշտ է դուք եկեք հիմա ինձ եք հարց տալիս բանի մենք եք մեր սարի մեջ ասում, չէ, հələ մի հատ ես քեզ կնանեմ օրինակ ասենք թե օգտագործում ենք, չէ, ասացինք հեռը հաղորդակցության միջոց
Այս սարքը ոնց է կոչվում կամ ինչպեսի պես սարքեր կան։ Սա iPhone չէ, iPad կա, չգիտեմ ինչ կա տարբեր տեսակ, ես գիտեք ինչ կա դա, այս հուշարձանուն դրել եմ car phone։ Քարից պատրաստված շատ լավ անուն է կալա։ Այդպես է գրանցել եմ գրքի մեջ այդ շարադրանքն է կա, պատկերացրել եք ինչ հետաքրքիր երևույթ։ Շատ մարդիկ են գնացել, տեսել են, զարմացել են, երբեմն շատերն են ասում են, թե կարող է դա իրական այդպիսին չէ, բայց գիտեք ոնց ասում են, մեկ անգամ տեսնելը ավելի լավ է, քան թե 1000 անգամ այդպիսի բանի մասին խոսելը։ Շատ շնորհակալություն։